Շնորհակալություն գործընկերներս լավ բնորոշեցին, հատկապես այն հատվածը, երբ որ փորձ է կատարվում բուն օրակարգից շեղվել եւ այլ քաղաքական, այսպես ասած, խոսույթ օգտագործել, բայց ըստ էության ցնանք քաղաքական խոսույթ։ Խոսվեց պարոն Թովոսյան, ասում եք քաղաքական աշպարարություն։ Կներեք, քաղաքական աշպարարությունը որն է, երբ որ բերում ենք լավ նախագծեր ու սկսվում է քաղաքական աշպարարություն։ Շրջանցեք, որ քաղաքի տրանսպորտի կառավարումը խիստ անհրաժեշտ է Երևան քաղաքին։ Այսօր եթե դուրս գանք ցանկացած Երևանցու հարցնենք, ասենք, պետք է այս խցանումները կառավարել։ Միանշանակ կասեն, որ պետք է։ Այս դեպքում բայց ձեր խոսացածը ինչ է, աշպարարություն չի։ Նույնը վերաբերվում է նաև այն թեմաներին, սա ինձ առաջվա բերած, երբ որ մեր, այսպես ասած, քաղաքական օրակարգով բերված, մեր քաղաքական օրակարգով թելադրված նախագծերը բերվել աստեղ եւ ուրեմն էլի նույն ձևի փորձել եք ուրեմն քննադատել։ Քննադատել կառուցելը, բակերը կառուցելը, չգիտեմ, մանկապարտեզները կառուցելը, տրանսպորտը կառուցելը, հա քննադատեք։ Դա երևի իրոք այդ աշպարարություն տերմինը տենց լավ տեղավորվում է դրա մեջ։ Կոնկրետ այս նախագծի մասով ասում եք ձին կարգից առաջ, թե կարգը ձյուտ առաջ։ Կառավարելու համար, տրանսպորտային հոսքերը կառավարելու համար դուք ունենաս նաև տրանսպորտային համակարգ։ Երբ որ մենք բերում ենք տրանսպորտային համակարգ ենք սարքում, էլի նույն պատմություններ, նույն աշպարարությունը սկսվեց, ես ինչ եք անում, ես ոնց եք անում, ես հաշվարկ, ես են եղբայր, չէ, ես առհասարակ արձագանքում եմ։ Ես արձագանքում եմ եւ խոսքը վերաբերում է հիմա այս ելույթով, այս հարցը վերաբերում է տրանսպորտային համակարգի կառավարման կենտրոնի ստեղծմանը։ Այսինքն ցանցը պետք է ստեղծես, որպեսզի հետո կարողանաս ուրեմն կառավարես։ Եթե չկա մի բան, ինչը կառավարես։ Ընդհանուր առմամբ ամփոփելով կարամ ասեմ, որ այո, քաղաքացիական պայմանագիրը եւ նաեւ իր կոալիցիոն գործընկերները քաղաքական օրակարգ են թելադրում, որի արդյունքում Երևանը ապրում է կտրուկ զարգացում, ինչը նկատելի է սկսած վերելակներից, տնից, երբ որ մարդը բնակիչը դուրս է գալիս, վերջացրած ուրեմն բակերով, վերջացրած մնացած ենթակառուցվածքներով քաղաքային, որը ակնհայտ պրոգրես է ապրում։ Եվ այսօր էլ անհրաժեշտություն է կառավարել տրանսպորտային հոսքերը եւ մենք դա կանենք։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։